Աշխարհի ամենաթվայնացված երկրներից մեկը հանդիսացող Էստոնիայում հայերը բնակություն են հաստատել մինչև թվայնացումը։ Պարոն Իվանյան, Էստոնիայում հայ համայնքը ինչ արտոնություններ, հոգսեր ու նաև ինչու՞ չէ կենցաղ ունի։ Գիտեք ինչ, Էստոնիայում ոնց որ այդպես արտոնություններ ոչ մեկի տրված չի, բոլորը հավասար են, որ ասենք արտոնության համար։ Աշխատում ենք որպես քաղաքացի, Էստոնիայի բնակիչ, նույն ձևի հարաբերությունները բոլոր ազգերի նկատմամբ է։ Նման բան չկա, որ ինչ որ մեկին ավելի շատ արտոնություն, ինչ որ մեկին պակաս։ Որպես փոքրամասնություն Էստոնիայում ապրող ցանկացած ուրեմն ազգի ներկայացուցիչ ինչ առավելություն ունի, այսպես ասենք։ Եվ պատասխանատվություն, ինչու՞ չէ։ Պատասխանատվությունը, քաղաքացիական պատասխանատվությունը որպես բնակիչ Էստոնիայի Հանրապետության, արդյո Էստոնիայում տալիս են հնարավորություն, որ ամեն ազգ ունենա իր համայնքը, սովորի իր լեզուն, իր մշակույթը, իր գրականությունը, որ ամեն ինչ աջակցում են համայնքներին, փոքրամասնություններին, խնդիր ես անձամբ մենք խնդիր չենք տեսնում ոչ մի բանի, որ ինչ որ մի բանից մենք ընկճվում ենք, որ ինչ որ մի բանից մեզ նեղեն։ Բոլոր ունենք կիրակնորյա դպրոցներ, ունենք համայնքներ, ունենք սպորտային ընկերություններ, համայնքը ունի ֆուտբոլի կամանդ, ամեն ինչ ունենք եկեղեցի, ունենք ռադիո, ունենք մշակույթի կենտրոն։ Ռադիոն on-line տարբերակով է հետաքրքիր է, թե սփռվում է։ Չէ, ամիսը մեկ է դուրս գալիս, հետո փոխեցին 3 ամիսը մեկ։ Իմի այս վերջերս արդեն մի ընտանիք կար Յուրա եւ Գոհար Վարդանյանները, ովքեր չեն զբաղվում, բայց մոտակա ժամանակում մենք այդ բացը կլրացնենք, կոչում էր ծիծեռնակ, կշարունակենք նորից։ Որքան հասկացա, Էստոնիայում հայկական միությունները բազմաթիվ են, բազմապիսի են։ Այդ թվում նաև հայկական համայնք, այդպես որպես հասարակական կազմակերպություն, մի քանիսն եք։ Ուրեմն Էստոնիայում կա 10 կազմակերպություն հայկական, որից 7 կազմակերպությունը միասին Էստոնիայի հայկական ազգային միության ներքո է։ Դրանով մենք կազմեցինք Էստոնիայի հայկական ազգային միությունը, որը որ Էստոնիայի կառավարությունը աշխատում է, մշակույթի նախարարությունը աշխատում է այդ կառույցի հետ, Էստոնիայի հայկական ազգային միության հետ։ Հայերի թիվը որքան է կազմում մոտավորապես։ Եկին, մոտավորապես 2000-ը չի անցնում։ Մոտավորապես 1005-1006-ից մինչև 2000, որովհետև 2011 թվականին հաշվառման ժամանակ հայերը մենք 1584-ն էինք, բայց 2021 թվականի հաշվառումից չգիտեմ ինչի մոտ 80 հայ էր ավելացել։ Երևի մի քիչ, որովհետև ես գիտեմ, որ շատ երիտասարդներ ամուսնացել եկել են Էստոնիա, մոտ 50-ից ավել մենք երեխաներ ենք ունեցել համայնքում, մոտավորապես 2000-ը պետք է հասներ, բայց չգիտեմ ինչու էստոնիական կառավարությունը օֆիցիալ տվեց, որ 1600 քանիս։ Մոտ 2000-ի մոտ 2000 Մեծ մասը ինչով է զբաղված, որ ոլորտների ներկայացուցիչներ են եւ արդյոք քաղաքացի են թե ոչ արդեն։ Գիտեք ինչ, ունենք Էստոնիայի քաղաքացիները մեծամասնությունը, Հայաստանի քաղաքացիներ, Ռուսաստանի քաղաքացիներ ունենք հայեր եւ ունենք ոչ քաղաքացիներ, որը որ առանց քաղաքացիության, բայց մշտապես ապրելու իրավունք ունի Էստոնիայում։ Ես գիտեմ այդպիսիք 7%-ն են կազմում Էստոնիայի բնակչության, այդ թվում նաև հայեր կան, փաստորեն։
Այո, հայեր էլ կան, բոլոր ազգերից կան։ Բայց ինչպես է այդպես ստացվել։ Օրենսդրությունը փաստորեն նաև դրա համար նախատեսել է հատուկ օրենք, թե օրենքի բաց է, որ մարդը կարող է առանց քաղաքացիության ապրել որևէ երկրում։ Ուրեմն այս օրենքը ընդունվեց սովետական կարգերի փլուզումից հետո, ովքեր որ այլ ազգերը որ գնային։ Ուրեմն վերջերս արդեն տրվեց, եթե ուզում եք քաղաքացիություն, պետք է անպայման հանձնել էստոնական լեզուն B1 կատեգորիայով։ Առանց քաղաքացիություն, ովքեր որ բնակվում էին Էստոնիայում եւ ռուսական քաղաքացի էին, սովետական միության քաղաքացի էին, այն ժամանակ ոչ էստոնացիները ստացան ոչ քաղաքացիության անձնագիր, սերի անձնագրեր։ Բայց թույլատրվում է Էստոնիայում բնակվել, նույն ձևի տուրիստական կամ ինչ-որ տարբեր երկրներ գնալ, նույն ձևի Շենգեն զոնա ազատ է բոլոր ճանապարհները, խնդիր չի կա։ Միակ խնդիրը, որ ընտրությունների կարգով, որ ընտրությունների ժամանակ միայն տեղային ընտրություններին իրավունք ունեն սերի ազնագրերով ոչ քաղաքացիներ մասնակցել, այս վերջերս մեկ ամիս առաջ նոր օրենք ընդունեցին, որ հոկտեմբերին տեղի ընտրություններն է, որ վերջի անգամ պետք է սերի անձնագրերով ասեն ոչ քաղաքացիները իրավունք ունեն ընտրություն կատարել։ Դրանից հետո պետք է անպայման ստանան հանձնեն լեզուն եւ ստանան էստոնական քաղաքացիություն, որ կարողանան մասնակցել ընտրություններին։ Եվ որ բնակավարներում են աշխատում այդտեղ հայերը։ Գիտեք ինչ, շատ տարբեր։ Մենք այստեղ ունենք բիզնեսներով զբաղվող, կան բժիշկներ, ունենք երաժիշտներ, ուսուցիչներ, բոլոր ոլորտում որ ասենք հիմնականում մի ուղղություն է, չէ, դա այդպես չի, բոլոր ոլորտներում աշխատում են մարդիկ, ամեն մարդ ունի իր գործը, կա որ մարդիկ աշխատում են ինչ-որ մի կառույցում, տարբեր պետական կառույցներում ունենք աշխատողներ, տարբեր ոլորտների, տարբեր մակարդակի աշխատողներ ունենք եւ ասեմ, որ ոչ այդքան եմ վատ, լավ մասնագետներ, լավ իրենց տեղը ունեն, ամեն մարդ իր աշխատանքային վայրում։ Ես այս հարցը բոլորին եմ տալիս։ Տվյալ պարագայում Էստոնիայի օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ներսում հայ ազգի մարդիկ կան։ Ունենք նման մարդիկ, որ կառավարությունում աշխատում են եւ քաղաքային ղեկավարության մոտ կան մոտի կանգնած աշխատողներ ունենք։ Շատ լավ, իսկ համայնքային վերջին միջոցառումը ո՞րն է։ Սուրբ ծնունդը, համայնքային վերջին միջոցառումը, Սուրբ ծնունդը, տրնդեզը, անցած տարի 4 անգամ 4 մեծ համերգ են կազմակերպել նվիրված Շարլ Ազնավուրի 100-ամյակին, տարբեր քաղաքներում, Հապսալու քաղաքում, Տարտու քաղաքում եւ 2 հատ Տալին քաղաքում։ Ամսի 25-ին մայիսի մեր հայկական մշակույթի կենտրոնում միջոցառում են կազմակերպել հայ-էստոնական գրականության օր։ Մեծ մասշտաբով փորձենք շատ մեր ընկերներին, էստոնացիներին հավաքենք, լավ միջոցառում են կազմակերպել։ Ընդհանրապես Հայաստանում կա այսպիսի խոսույթ, որ շատ երկրներում անգամ Հայաստանի տեղը չգիտեն քարտեզի վրա։ Կարող ենք ասել, որ Էստոնիան այդ բացառություններից մեկն է։ Ոչ, Էստոնիայի բնակիչները շատ լավ գիտեն Հայաստանի տեղը։ Հենց դա նկատի։ Ես չեմ պատկերացնում, որ ինչ որ մի պետություն կարող է ինչ որ շատ հեռու գտնվող, բայց նման բան մեր մոտ չի նկատվել, որովհետև ես գիտեմ, որ տեղյակ եմ շատ էստոնացիներ մեծ գրուպաներով, տարբեր գրուպաներով կազմակերպում են, իրենք այցելում են Հայաստան։ Ու Հայաստանի մասին իրենք հետո իրենց
կարծիքը հայտնում են էստոնական մամուլում, սոցցանցերում, շատ դրական արձագանք ենք ստանում դրանից։ Ես ինչ եմ տեղյակ, որովհետև ովքեր որ կազմակերպում են, դիմում են ինձ օգնության կարգով, որ ասենք որտեղ գնան նայեն, ինչ բանով, մենք ունենք ընկերություններ Հայաստանում, ովքեր որ ես տալիս եմ իրենց կոնտակտը, դիմավորում են հենց օդանավակայանից հյուրանոց ու ամբողջ Հայաստանը, որտեղ որ իրանք ուզում են, ման են տալի եւ ճանապարհում են։ Մարդիկ շատ գոհ են։ Եվ վերջում, տեսեք, մենք տարբեր երկրների հայկական համայնքների հետ ենք շփվում, բոլորը ունեն տարբեր խնդիրներ, իհարկե շատ հաճախ այդ խնդիրները կրկնվում են, մասնավորապես լեզվի պահպանման, եկեղեցու Թալինում, Էստոնիայում ապրող հայերը առհասարակ ինչ խնդիրներ ունեն, հայկական համայնքը ինչ խնդիր ունի։ Գիտեք ինչ, երևի ինչ որ բոլոր տեղ երևի հիմնականում խնդիրը միասնությունն է, որ ամեն տեղ էլ գտնվում են մարդիկ, որ ունեն իրենց ամբիցիաները, բացի իրենցից մնացածը ճիշտ չեն կատարում իրենց աշխատանք։ Հիմնական խնդիրը մերը դա է։ Բայց մեր համայնքը արդեն 37 տարի է, որ համայնքը կառուցված է, գործում է Էստոնիայում։ Մենք այդ խնդիրը չենք ունեցել մինչև այս վերջի 2 տարին։ Չգիտեմ ինչի, վերջի 2 տարին արդեն մի քիչ ոնց որ ժողովուրդը ուզում է չի ուզում այդ ձևի շփվել, ոնց որ առաջ էր։ Դա ինչով եք պայման։ Դե կան մարդիկ, ովքեր որ նոր եկած, ինչ որ ամբիցիաներով, ինչ որ իրենց ուրիշ հետաքրքրություններով ինչ որ բաներ են գցում համայնքի մեջ մասնատելու համար։ Ինչ որ ես չգիտեմ, դեռ անհայտ է ով է դրանով զբաղվում, ինչ են զբաղվում, ինչ նպատակ կա դրա հետևում, մենք հետո կպարզենք։ Ընդհանրապես ընդհանուրը շատ լավ է մեզ մոտ։ Մենք ամեն ինչ ունենք Էստոնիայում, որ մեր երեխաները մնան հայ։ Լեզուն, մշակույթը, ամեն միջոցառումները մենք կազմակերպում ենք եւ եկեղեցիական եւ պետական բոլոր տոները նշում ենք, համայնքով հավաքվում ենք, Վարդեվոր, Տրնդես, Նոր տարի, Սուրբ Ծնունդ, Անկախության օր, մայիսի 28, Բանակի օր, բոլոր տոները մենք նշել ենք միշտ։ Առանց բացառում։ Պատկերացրեք, որ անկախության օրը, պատկերացրեք, որ ինչպես մեր դեսպանատունում եւ արգոր նախարարությունում ասեցին, որ նման բան աշխարհում չի եղել, որ մեր Հայաստանի անկախության օրը մենք տոնել ենք Էստոնիայի պարլամենտի շենքում։ Ազգային ժողովի շենքում, որ նման բան ոչ միտեղ տեղի չի ունեցել։ Ճիշտ է, դրանից հետո մեր հարևան երկրները բողոքի նոտա ուղարկեցին, ոնց է իրանց հայերին թողել եք այդտեղ, բայց դա ոչ մի բանի վրա չազդեց։ Ասեմ, համայնքը շատ լավ բարձր մակարդակի վրա ընդունվում է Էստոնիայում եւ գնահատվում է մեր աշխատանքը։ Ինչ որ խնդիրներ չկա։ Միակ խնդիրը, որ մեր ամբիցիաներն են, ինչ որ մարդկանց էդ է։ Ես արդեն 22 տարի, 21 տարի համայնքի նախագահ եմ, բայց համայնքի հետ եմ արդեն 30 տարի։